Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Սիրելի հետևորդներ ջան, հենց այս բարի լուրով էլ պետք է ողջունենք միմյանց, ցանկանալով ամենալավն ու բարին, մաղթել ջերմ խոսքեր։ Թող որ Հիսուս Քրիստոսի հարությունը բոլորիս պահի և պահպանի, լինենք առողջ ու երջանիկ, ապրենք խաղաղ աշխարհում։ Սիրելի հետևորդներ ջան, շարունակում եմ իմ վլոգը և երեկոյան ժամերն են, բարի երեկո բոլորից, սիրելիներս։ Արդեն գիտեք թե ինչպես եմ նախապատրաստվել իմ զատկական տոնին և հիմա էլ չուզեցի պարապ նստել, քանի որ վաղ առավոտյան ժամերին նորից աշխատանքի եմ և մտածեցի այդ ամենը պատրաստել նախապես, չսպասել վաղվան, մտածեցի մինչև որ կգնամ աշխատանքի հետ կգամ, հետո 2 ժամից էլի կգնամ և չեմ հասցնի այս ամենը պատրաստել և ձեզ միանալ, լավ խոսքեր փոխանցել, շնորհավորել և միասին ուրախանալ։ Դրա համար էլ որոշեցի հիմա շարունակություն տալ, թեպետև այս ձևով եմ միացել, քանի որ ուզում եմ ավելի կարճ կապել ուղղակի արագի մեջ իմ պատրաստած բաները ցույց տալ, մի 2 խոսք փոխանակել ձեր հետ։ Նաև այսօր շատ ծանրաբեռնված օր եմ ունեցել, գիտեք արդեն, մի քիչ հոգնել եմ և ուզում եմ ամեն բան արագի մեջ պատրաստել։ Ինչպես սիրում եմ ասել, դե ինձ լավ գիտեք, ես եմ։ Հիմա ուզում եմ մի փոքր խոսել այս կարմիր փոքրիկ մոմի մասին, իր պատմության մասին, քանի որ այո, պատմություն ունի։ Վրան տեսնում եք 2 փոքր զատիկ է պատկերված։ Այս մոմը 7 տարի է իմ տանն է և ուխտ էի արել այս մոմը գնելով, առաջի անգամ եկեղեցի գնալով ուխտ արեցի, որ ամեն զատկական տոների, թե Սուրբ Ծննդյան և թե Հարության զատկի տոնին այս մոմով պետք է գնամ եկեղեցի և Սուրբ Լույսը բերեմ իմ տուն։ Եվ այս 7 տարիների ընթացքում այսպես գեղեցիկ ձևով ես օգտագործում եմ այս փոքրիկ և գեղեցիկ մոմը, կարծես համ մոմակալ է, համ էլ իսկապես գեղեցկություն է։ Շատ լավ եմ պատրաստել, երբ որ գնում էի, առաջի հայացքից դուրս եկավ, իդեպ ասեմ 2 հատ ունեի, մյուսը ավելի շատ է այրվել, քանի որ եղել ա տարիներ, որ ավելի երկար եմ թողել, այդպես լույսը լուսավորված մնա իմ բնակարանում։ Հիմա էլ երբ որ բերել էի, մի փոքր այդտեղ տեղավորեցի ցորենի կենտրոնում, այդտեղ մի քիչ լուսավորվեց, լույս սփռեց, քանի որ այո, լույսի խորհուրդը շատ կարևոր է բոլորիս համար։ Այնուհետև այսպես ձեռքս եմ վերցրել, պտտվել եմ իմ տան բոլոր սենյակներով և հիմա էլ եկել եմ խոհանոց, այստեղ մի քանի գործեր կանեմ և ձեր հետ կզրուցեմ։ Հիմա, քանի որ իմ ուխտ արած 7 տարին լրացել է, այստեղ ուզում եմ թողնել և երկար ժամանակ այսպես կլուսավորի։ Մի քիչ թեքն է ընկել, բայց ես հետզհետե իր ուղղությունը կփոխեմ և թույլ կտամ, որ ավելի գեղեցիկ ձևով ինքը այդպես այրվի իր մոմակալի մեջ։ Սիրելիներս, արդեն ցույց եմ տվել, որ ձուն ներկում եմ կարկադեի ծաղիկների մեջ և ահա այս գույնն է ստացել։ Անկեղծ առաջի անգամ եմ կարկադեի ծաղիկներով անում, նաև հարևանիս էի մի բուռ տվել և հիմա դեռևս չգիտեմ, արդյոք ինքը տարել ու սկսել է ներկել և ինչ արդյունք է ստացել, բայց ահա տեսեք, կարմիրի փոխարեն ահա ստացել եմ այս գույնը, տարբեր գույներ է իր մեջ պարունակում, կապույտ, կանաչ, դեղին, շատ հետաքրքիր է ստացվել, տեսեք թե ինչպես է այսպես գունավորվել։ Միշտ երբ որ ես համացանցում տեսնում էի, ինձ մոտ հարց էր առաջանում, ինձ հետաքրքրում էր, որ բացի կարմիրը, ինչպես կարող ենք այս ձևն ստանալ, և ահա շատ հեշտ ձևով ստացա, այս մեկն ավելի մուգ է, այսինքն որը հատակին է եղել, նա ավելի շատ է մքվել, թեպետև գնացել ու եկել եմ գդալով, այդպես պտտել եմ, որպեսզի հավասարաչափ գույներ ստանամ, ու հենց որ գնալով այդ ջուրը հովանում էր, նկատեցի, որ ջուրը կարմիր է մնում, բայց ձուն ահա այս գույնն է ստանում։ Ինչևէ, ինձ դուր եկավ, որից հետո հանել եմ, այդտեղ անձեռոցիկի վրա թողել եմ չորանա և բուսայուղով թեթևակի փայլեցրել եմ։ Հասցրել եմ 2 հատը կոտրել արդեն,
եւ վայելել։ Կարմիր ձուն էլ այստեղ, քանի որ երբ որ ուշ ժամի եկա տուն, գնացի որ իմ հավերի դուռը փակեմ, տեսա որ 4 հատ ձու են ածել եւ այստեղ էլ կարմիր բազուկով եմ կարմրացնում, որպեսզի նաեւ կարմիր ձու ունենամ։ Ահա, տեսնեք սա ինչ արդյունք կունենա, դեռևս տաք է։ Ահա, սա կսպասեմ արդյունքին։ Տեսնենք ինչպես կստացվի։ Որպեսզի իմ շուրջը գործ անելիս գեղեցիկ լինի, նաև այստեղ եմ բերել կիտայսկի այվա ծաղկի ճյուղը, ահա, սիրելիներս։ Նաև ինչպես որ ասեցի, քանի որ վաղը աշխատանքի եմ առավոտյան ժամերին 9:30 է սկսվում, որից հետո պետք է գամ տուն, 1 ժամից էլի հետ գնամ եւ իմ զատկական սեղանը կարծես թե կուշանա, դրա համար առաջին հերթին ուզում եմ բացել գինին, ահա այս գինին եմ բացելու, սև քիշմիշ, նաև այստեղ լավաշ հաց եմ բերել, որպեսզի հենց այս երեկոյան Սուրբ խորհուրդը ես ինքս ընդունեմ Հիսուս Քրիստոսի արյունը եւ մարմինը, որն էլ գիտեք բոլորդ էլ, որ վերջին ընթրիքի ժամանակ առաքյալներին այդպես է հաղորդություն տալիս, վերցնելով գինու բաժակը, փոխանցում առաքյալներին ասելով առեք, խմեք, սա է իմ արյունը եւ հացն էլ կտրում է եւ այդպես բաժանելով տալիս առաքյալներին եւ ասում առեք, կերեք, սա էլ իմ մարմինն է եւ այդպես էլ սիրելի հետևորդներ ջան, այդպիսով էլ այդ խորհուրդը Սուրբ Հարության տոնին մեզ է հասել։ Հիմա ես սա փորձեմ հեշտությամբ, տեսնեք, կարող եմ բացել, որպեսզի ձեր հետ միասին ես էլ ընդունեմ այդ հաղորդությունը։ Սիրելի հետևորդներ ջան, ես Սիմայի հետևից էի գնացել, բայց ոնց որ թե չուզեցել գալ, գինին էլ արդեն բացել եմ եւ ասեմ հեշտությամբ բացեցի։ Շատ եմ հավանում սև քիշմիշը, թե իր գույնի եւ թե համի համար։ Եվ հիմա լցնեմ, որպեսզի ես էլ հաղորդակից լինեմ Տեր Հիսուս Քրիստոսին եւ այդ խորհուրդը միշտ վար պահեմ։ Այսպես Սիրելի հետևորդներ ջան, ձեզ էլ խորհուրդ եմ տալիս առաջին հերթին գինին վայելել եւ իհարկե 1 պատար լավաշ հաց, որպեսզի այդ գլխավոր խորհուրդը ընդունենք եւ հոգով ու մարմնով հաղորդակից լինենք Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Մի պատար էլ հաց Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, քանի որ Աստված մարդուն ստեղծելիս ազատ կամքով է ստեղծել ու արարել, ապա ոչ մեկն էլ մեզ չի պարտադրում, թե որ ժամին ինչ անենք, որ ժամին ինչ ուտենք, ինչպես վարվենք եւ այդպես շարունակ։ Դրա համար եկեք այս երեկոյան ժամին ձու կոտրենք, ձու կրվածնենք եւ դրանով էլ հաղթող դուրս գանք, քանի որ գիտեք, չէ, որ ձուն կոտրելով նա էլ նշանակում է հարություն առնել, կոտրվել եւ նորից ծնվել։ Երբ որ ձուն կրվածնում են, հենց ձվի կրվածնելու խորհուրդն էլ դա է կոտրվել եւ նորից ստեղծվել։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, քանի որ ես այստեղ միայնակ պետք է ձու կրվածնեմ, դրա համար չի խանգարում եւ կարող եմ ես էլ հեշտ ու հանգիստ ձու կրվածնել, տեսնենք, ապա որ ձուն կհաղթի եւ կրվածնում ենք։ Ահա, այս մեկը ջարդվեց, այս մեկը մնաց, բայց այս մեկն էլ եմ ուզում կոտրել, հիմա փորձեմ մյուս կողմով։ Ահա, սա էլ կոտրեցի, նշանակում է սիրելի հետևորդներ ջան, այս խաղի միջոցով ես էլ հաղթեցի եւ բոլորս էլ հաղթող դուրս գանք այս կյանքում։ Ահա, տեսեք, թե ինչքան գեղեցիկ է մաքրվում, թեպետ ձուն թարմը ձու էր եւ գիտեք, չէ, որ թարմը ձուն ընդհանրապես դժվար է մաքրվում, կեղևը, բայց ամեն դեպքում կփորձեմ լավ մաքրել, այսպես բռիս մեջ հավաքելով, որ այս կճեպներն էլ իմ հավերին տամ, իրենք էլ ճաշակեն, հատկապես հավերը այս կճեպները, գիտեք, չէ, ինչքան շատ են սիրում եւ շատ օգտակար է իրենց։ Ոչ մի դեպքում, եթե հավ եք պահում ու ձու եք ջարդում, այդ կճեպները դեն չնետեք։
Ահա, այսպես էլ կշարունակեմ մաքրել եւ իհարկե վայելել։ Նաև ասեմ, որ երբ որ քիմիական նյութերով ենք ներկոմձուն, մի քիչ վտանգավոր է դառնում, բայց այս դեպքում թեկուզ եթե անգամ կոտրվում է, ճաքում է ու այս գունաներկը թափանցում է ծվի խորքը, ապա դա վնասակար չի լինում։ Սիրելիներս, քանի որ սկզբից ուզում եմ փլավը պատրաստել, ապա արդեն կաթսայի եւ թավայի մեջ լցրել եմ մեկի մեջ բուսայուղ, մյուսի մեջ ռեդի յուղ, ռեդի յուղը բրինձը տապակելու համար, բուսայուղն էլ չիրու չամիչը մի քիչ այդպես տաքացնելու համար, թեթևակի, այնքան որ ինքը մի քիչ ուրչի եւ ավելի գեղեցկանա։ Այսպես շատ գեղեցկացել է այս ընթացքում, թեպետև սառնանում է գտնվել, բայց շատ է սիրունացել, այսքան է կգնա կատնահունցի համար, մի փոքրել, իսկ այսքանը արդեն կգնա զատիկի փլավի համար, որն էլ արդեն գիտեք, փլավը եփելուց հետո կավելացնեմ վրան, այդ ընթացքում նաև կմանրեցնեմ սալորաչրերը, իսկ հիմա արդեն միացնեմ գազօջախը և սկսեմ երկու գործը միասին առաջ տանել։ Այստեղ արդեն ռեդի յուղը հալվել է և կարող եմ բրինձը ավելացնել։ Շատ կարևոր է, որ այսպես յուղի մեջ մի փոքր տապակվի։ Հետո նոր ջուրը կավելացնենք։ Այսքանը մեկ բաժակ է և երբ որ ջրի մեջ թրջել է, մի փոքր ինքը ուրչել է արդեն և ավելի է գեղեցկացել։ Սա էլ արդեն ձեռքի հետ այս այն կողմ եք տանում, որպեսզի համահավասարաչափ ինքը տաքանա։ Բայց երևի այստեղ մի փոքր էլ ավելացնեմ, թվում է թե քիչ եմ լցրել, այսպես, սալորաչրերը մի կողմ, որպեսզի հեշտությամբ կարողանամ լցնել։ Փլավի մեջ այդքան էլ շատ պետք չի, հատկապես երբ որ սալորաչիր կա և մանրեցնելու դեպքում արդեն այնտեղ էլ է շատ անում։ Լիկյորի բույրը այնքան լավ է գալիս, արդեն իսկ տաքանում է և այդ բույրը զգացվում է։ Մոտեցնեմ այսպես, ահա սիրելիներս, որպեսզի ավելի հստակ երևա։ Երբեմն բաներ կան, որ ասենք տեսնում ենք համացանցում և այնքան էլ վստահ չենք լինում պատրաստելու համար, ասեմ, որ սա իմ համար փորձված տարբերակ է և կարող եք վստահ այսպես անել։ Թեպետև սիրելի հետևորդներ, ջանի վլոգը ուշացումով կտեղադրվի, մյուս վլոգն արդեն պատրաստել եմ և ներկայացնել եմ YouTube հարթակում, չգիտեմ, երբ ձեզ կհասնի, վաղը ինչ ժամի, ամեն դեպքում թեկուզ և ուշացումով, բայց այդպես է։ Միշտ էլ ասել եմ, որ մեր մոտ կապերը թույլ են և այդ պատճառով էլ չեմ կարողանում նույն օրվա կատարած վլոգը նույն օրը տեղադրել։ Կապը մի քիչ իջեցնեմ բրինձի, ինքը այդպես մի քիչ յուղի մեջ կմնա, հետո ջուրը կավելացնեմ։ Այստեղ էլ արդեն կարող եմ անջատել և թավայի տաքությունով ինքը արդեն կմնա։ Այսպես։ Կափարիչով էլ կփակեմ, որպեսզի իր տաքությունը ավելի լավ մնա։ Բրինձն էլ է պատրաստ և կարող եմ ջուրը ավելացնել, ահա, այս աստիճանին, հենց որ գալիս է բրինձի հոտը։ Մեկ բաժակ բրինձին, երկու բաժակ ջուր, այս դեպքում։ Այստեղ շատ պետք չէ, այսպես տակուերես եմ անում, բոլոր բրինձները վերև բարձրանան։
Սիրելի հետևորդներ ջան, անցել է մոտ 5 րոպե եւ հիմա եկեք տեսնենք ինչ վիճակ է այստեղ։ Իհարկե արդեն իսկ ես տեսնում եմ, որ շատ լավ է, ահա տեսեք։ Հենց որ այսպես անցքեր առաջանում բրնձի մեջ, ուրեմն արդեն պետք է ավելի զգուշ լինենք։ 1-2 րոպեից արդեն պատրաստ կլինի։ Մի քիչ հյութեղ ավելի հաճելի կլինի, քանի որ երբ որ լավաշի վրա ենք լցնում, պետք չէ որ այդքան էլ չոր լինի։ Ահա, բարձրացնեմ այսպես, ընտիրություն է ուղղակի։ Ինչև բրնձին էլ այդպես ուշադիր կհետևենք, արժե չէ որ մի հատ էլ կոֆե եփենք ու կոֆե խմենք։ Քանի որ այսօր շաբաթ երեկոն է, սիրելի հետևորդներ, ջան, միգուցե դուք էլ եք շատ զբաղված, ինձպես, նաև ասեմ, չերևալուց պատճառը նաև այն է, որ մազերս ներկել եմ և իհարկե այդ տեսքով չեմ կարող ամբողջությամբ Երևան կադրում։ Լիքը գդալ եմ լցնում, որպեսզի կարողանամ ավելի թարմանալ, հետևեւ գինին նույնպես թարմեցնող է, բայց դե սուրճը ուրիշ է։ Նաև պետք է արդեն այստեղ չամիչը և ընդեղենը դատարկեմ, թե փայլը, թե տեսքը ուղղակի հոյակապ է։ Սա էլ առանձին ամանի մեջ պետք է դատարկեմ, որպեսզի այստեղ պատրաստեմ փլավի լավաշը։ Այստեղ կվայելեմ այսօր։ Եվ վերջ, արդեն պատրաստ է, սա էլ անջատեմ և նորից եմ ուզում ցույց տալ սիրելիներս։ Հետո մինչև ձեզ կհասնի արդեն դուք ձեր փլավը վաղուց պատրաստած կլինեք, բայց ինչև է։ Ուշ լինի, լուշ լինի։ Այդպիսի խոսք կա, չէ՞։ Այսպես։ Սուրճն էլ վայելելուց հետո արդեն կզբաղվեմ կաթնահունցով, քանի որ այս ընթացքում նաև տեսել եմ այնտեղ տաքսենյակում է և շատ հոյակապ ձևով բարձրացել է։ Մինչև որ սուրճը եռած, ահա, այդ ընթացքում այստեղ մաքրել եմ թավան չիրուչամիջից, հավաքել եմ և պատրաստվում եմ լավաշի շարել փլավի համար։ Ջան, սուրճի բույրը արդեն իսկ թարմեցնող է։ Այստեղ մի քիչ բուսայուղ եմ լցրել և արդեն ձևավորեմ լավաշները այսպես։ Մի քիչ էլ կախված եմ թողնում, որպեսզի հավաքեմ։ Մի հատ էլ ընդհանուր կենտրոնական մասում, այսպես։ Եվ կավելացնեմ բրինձը։ Արդեն իսկ պատրաստ վիճակում։ Մի անգամից հենց այստեղ, տեսեք ինչքան լավ է ստացվել։ Գիտեմ, որ մարդիկ կան նաև մեղր են ավելացնում, բայց ել հետևորդներ ջան, այդ տարբերակով շատ է քաղցր ստացվում և ինձ համար արդեն հերիք է այդ չիրուչամիջը ընդաղենը։ Այսպես, գիտեք, որ ճաշակին ընկեր չկա։ Տարածում եմ այսպես։ Այն չիրուչամիջը, որ տաքացրի, նա կաթնահունցի համար էր, իսկ սրա չիրուչամիջը արդեն այս գոլորշուց ինքը կտաքանա և կուրչի։ Ամբողջը չեմ խառնում, ուղղակի այսպես եզրերով պետք է տարածեմ։ Սալորաչրերը մի կողմ։ Եվ այս ընթացքում արդեն պետք է մի քիչ շտապենք, այսպես կլոր հավաքում եմ, շատ գեղեցիկ է ստացվում, պսակաձև, այսպես։
այսպես, դրա համար էլ նման սնունդները, ահա այսպիսի տեսք ենք տալիս, այսպիսի ձևավորում ենք տալիս, ահա, հրաշալի։ Կենտրոնական հատվածում էլ մի քանի սալորաչիր, ահա, այսպես, արդեն իսկ շտապում եմ, որպեսզի փակեմ և այստեղ գոլորշին շատ չգնա, ահա, հենց այսպես, ձեռքիս մեջ, ահա, այստեղ ուզում եմ, որ շերտերով ծաղիկ հավաքել, ամեն դեպքում, այս պահի համար շատ գեղեցիկ է լինում, ձևավորել ավարտեցի և հիմա արագի մեջ հավաքեմ, որպեսզի իր գոլորշին ավելի լավ պահպանվի այսպես, ահա, շատ իմ սրտով ստացվեց, վերջում նորից մեկը այսպես, կարծես թե փակելու համար, կարելի է թեթևակի սեղմել և թույլ կրակի վրա թողնել 5 րոպե։ Եվ այդ ընթացքում էլ սուրճս վայելել, որպեսզի կարողանամ շարունակություն տալ գործերիս։ Սիրելի հետևորդներ ջան, այստեղ եմ բերել նաև կաթնահունցի խմորը, որն էլ արդեն լավ բարձրացել է։ Այս ընթացքում հասցրել եմ 2 անգամ վրա հունցել և էլի ահա այսպիսի ձևով բարձրացել է։ Շատ հոյակապ է։ Նախքան բացելը, սիրելիներս, նորից եմ ուզում խոսել իմ ներկա ծվի պատմությունից և նորից մոտեցնել ու ցույց տալ, ահա, գնալով գույները ավելի է յուրահատուկ դառնում, ամեն տարի միշտ կարմիր սոխի կեղևով եմ ներկել և գեղեցիկ կարմիր գույն եմ ստացել, այս տարի որոշեցի կարմիր գույնը ստանալ կարկադեյով, բայց ահա այսպիսին ստացվեց, դե իսկ այն 4 հատը, որ գտնվում է կարմիր բազուկի մեջ, նրանից էլ հույս չունեմ, որ կկարմրի, ինչևէ սրանք շատ գեղեցիկ են և առանձնահատուկ տեսք ունեն, թվում է թե լորի ձու է, բոլորը մեկ կաթսայի մեջ է եփվել և տարբեր գույներ են ստացել, էկզոտիկ նաշխեր, ես կասեի։ Մոմն էլ այստեղ տեղավորեցի, ամեն դեպքում ինքը ձվաձև է և իր կարմիր գույնը տպավորիչ գույն է հաղորդում, իսկ ահա մոտեցնեմ կարմիր բազուկի մեջ եփված ձվերը, այն ձվերը, որը որ շատ ուշ ժամի վերցրեցի, երբ որ հավերի դուռը փակում էի, հիմա բարձրացնեմ։ Այստեղ իհարկե 2 բազուկ էի կտրել եփելու համար, բոլորը մաքուր, բայց ինչևէ հանել եմ, որ վաղը հավերին տամ, այսպես, սա էլ ձվերը, ասեմ նաև, որ ջուրը նոր է հովանում և չեմ կարծում, որ հովանալուց հետո անգամ ձվերը լավ կկարմրեն, ինչպես որ համացանցում են ցույց տալի, ահա, առայժմ այս տեսքն ունի, այստեղ 4-ն է, բայց շատ հետաքրքիր փոքր ձու են ածել իմ հավերը, ահա, երբ որ լորի ձու ասեցի, հիշեցի, որ այստեղ լորի ձվի չափ փոքր ձու են ածել իմ հավերը, կամ նոր է սկսել ածել, կամ էլ վերջացնում է, մի խոսքով, այսպիսի ձու էլ եմ վերցրել, ամեն դեպքում այստեղ կմնա գիշերը, սիրելի հետևորդներ ջան, հույս ունենամ, որ վաղն առավոտյան իմ սեղանը կգեղեցկացնի, իսկ հիմա այս ամենը պետք է հավաքեմ, որպեսզի արդեն կաթնահունցը բացեմ, գնդեր անեմ և սկսեմ թխել, տեսնում եք, անգամ տոպրակից չի կպել, սիրելիներս, որն էլ հենց այդ բուսայուղը, որ քսել եմ, դրա հետևանքն է, կարող եմ ահա այսպես նորից ձեռքով թեթև վրա հավաքել, մի հատ էլ օդերը դուրս գա և արդեն կսկսեմ գնդել, սիրելի հետևորդներ ջան, այս ամենը ուզում եմ շատ արագի մեջ կատարել, առանց զրուցելու և արդեն ձեզ ցույց կտամ պատրաստ վիճակում, ես անցնեմ գործի։ Խմորը գնդելու համար այստեղ բուսայուղ եմ քսում թեթևակի, որպեսզի նորից հարթ լինի։ Այս ընթացքում նաև հասցրել էի բոլոր ամանները լվանալ
Եվ վաղն էլ արդեն հեշտ կլինեմ, ասեմ նաև, որ ձուկը վաղն եմ պատրաստելու, լավաշի մեջ ջեռոցում։ Մի փոքր լրության մեջ կատնահունցը գնդերի բաժանեցի, մինչև որ կհանգստանա, ես էլ այդ ընթացքում հանգստացել եմ, ներկած մազերս լվացել եմ և ասեմ, որ շատ հրաշալի գույն եմ ստացել և նախկին իմ մազերի գույնն եմ ստացել, ծիրանագույն գրեթե։ Այստեղ ջուր եմ եռացրել և որոշեցի անանուխը այսպես եղման ջրի մեջ թողնել, անջատեմ գազը և այսպես եռացող ջրի մեջ ինքը կմնա, որպեսզի ստանամ սիրոպ, այսպես, ամբողջը երբ որ կլսնեմ, կփաթաթեմ, տաք կմնա, ինչպես որ մնացած մրգերից ենք այս ձևով հյութ ստանում, թեպետև արդեն բավականին ուշ ժամ է, կաթնահունցն էլ կթխեմ և արդեն կհանգստանամ, արդեն անցել եմ զարդարելուն, այսպես երկարացրել եմ, հետո այսպես հարթեցրել եմ, որպեսզի կարողանամ շարել չամիչները և ընդեղենը, որից հետո պետք է մի թեթևակի հավաքեմ և արդեն փաթաթեմ կլոր ձևով, պսակաձև և շատ իմ սրտով, որպեսզի գեղեցիկ ձևով նաև երևա չամիչները, հետո հյուսքի նման պիտի հավաքեմ և կլորացնեմ։ Սիրելի հետևորդներ ջան, թեպետև չի կարելի այս պահին բացել, բայց չկարողացա համբերել և ուզեցի անպայման ձեզ էլ ցույց տալ, շատ գեղեցիկ ձևով բարձրանում է և արագ փակեմ։ Ահա խնդրեմ, սիրելիներս, կաթնահունցը գեղեցիկ ձևով թխվել է, վրան քսել եմ ձվի դեղնուց միայն և քնջութի սերմեր եմ ցանել, ինձ կմնա գեղեցիկ վազայի վրա տեղավորել ու մի թեթև էլ շաքարի փոշի ցանել։ Քանի որ ջեռոցը տաք էր, այդ առիթը բաց չեմ թողել և նորից աքլոր եմ թխել, ահա, արդեն որոշ ժամանակ է անցել, սպասել եմ մի քիչ հովանա, որ կարողանամ շաքարի փոշի ցանել, թե աքլորի պատվանդանին և թե այս գեղեցիկ հյուսքին, ահա, խնդրեմ և այստեղ եմ տեղավորել, հիմա ինձ մնում է աքլորն էլ դնել պատվանդանին, բոլորը արդեն հովացել եմ, ես այս ընթացքում հասցրել եմ հանգստանալ, երաժշտություն լսել, ահա, այսպես, կարծում եմ կմնա և շատ գեղեցիկ է ստացվում, նաև կուլիչի ֆորմա եմ պատրաստել ֆոլգայից, ահա, որը դեռևս չեմ հանել, քանի որ քիչ առաջ եմ հանել և դեռ տաք է, սա էլ արդեն քիչ անց։ Այստեղ նաև փոքր բուլկիներ եմ թխել մնացած խմորից և ուզում եմ այստեղ աքլորի մոտ տեղավորել։ Սրանք դեռևս տաք են, մի որոշ ժամանակ է անցել, սպասել եմ բուլկիները հովանան, ապա շաքարի փոշի եմ ցանել և այս ափսեի մեջ եմ դասավորել։ Այստեղ շատ առավել գեղեցիկ ստացվեց։
նույնիսկ հասցրել եմ ճաշակել և անչափ համեղ է ստացվել։ Այս բոլորը, այս համեղությունները, գեղեցկությունները գիշեր այստեղ կմնա, առավոտյան երբ որ կգամ աշխատանքից, արդեն կպատրաստեմ, կզարդարեմ իմ զատկական սեղանը և կվայելեմ։ Իսկ հիմա, սիրելի դիվորներ ջան, բոլորիդ ասում եմ բարի զատիկ և բարի գիշեր բոլորիս։